Հիպոթեք։ Հայաստանում հիպոթեկների տոկոսները ցածր չեն։ 20 տարի ժամկետով հիպոթեկի դեպքում դուք կարող եք վճարել ավելի մեծ տոկոս, քան մայր գումարն է։ Հետևաբար դուք ամեն ինչ պետք է անեք ավելի ձեռնտու ցածր տոկոսով տարբերակներ գտնելու համար։ Դրա համար մի քանի խորհուրդ։ Առաջին, եթե ունեք կայուն եկամուտ դոլարով կամ եվրոյով, փորձեք ձեր հիպոթեկները վերցնել այդ արժույթներով, քանզի դոլարային կամ եվրոյով հիպոթեկները սովորաբար տրամադրվում են ավելի ցածր տոկոսադրույքով։ Երկրորդ, մանրամասն ուսումնասիրեք շուկան, քանզի կարող եք նվազեցնել ձեր հիպոթեկի տոկոսադրույքը կախված ձեր ընտանեկան կարգավիճակից, կախված բանկերից, կախված բնակարանի գտնվելու վայրից, բնակարանի արժեքից եւ այլն։ Որոշ դեպքերում տոկոսները կարող են նվազեցվել եւ հասնել 5-ից 7%-ի։ Երրորդ, տոկոսների համար վճարվող գումարները պետք է հնարավորինս նվազեցնել։ Դրա համար, եթե դուք ունեք խնայողություններ, հնարավորինս մեծ կանխավճար թողեք։ 10%-ի փոխարեն թողեք 20-30% կանխավճար, որպեսզի ապագայում ավելի քիչ տոկոսներ վճարեք այդ գումարի սպասարկման համար։ Եվ իհարկե, բացի ամսական հերթական վճարումներից, փորձեք մարել մայր գումարը, պարզապես ճշտեք, որ ձեր հիպոթեկը չունենա մայր գումարը շուտ մարելու դեպքում տույժ։ Պահպանիր տեսանյութը, որ չմոռանաս։